1988 թվականից ի վեր համաշխարհային ռազմական ծախսերի ամենաբարձր աճն է գրանցվել։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալով 2024 թվականին այն հասել է 2 տրիլիոն 718 միլիարդ դոլարի, հասնելով համաշխարհային համախառն ներքին արդյունքի 2.5%-ին։ 2015-ից 24 թվականներին ռազմական ծախսերն աշխարհում աճել են 37%-ով։ Երկրորդ տարին անընդմեջ ռազմական ծախսերն աճել են բոլոր 5 աշխարհագրական շրջաններում, արտացոլելով աշխարհաքաղաքական լարվածության աճն ամբողջ աշխարհում։ Ռազմական ծախսերի 37%-ը 997 միլիարդ դոլարը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Չինաստանը 314 միլիարդ դոլարով երկրորդն է 12% մասնաբաժնով։ Ռուսաստանը երրորդն է 149 միլիարդ դոլար կամ 5.5%։ Հաջորդում են Գերմանիան եւ Հնդկաստանը։ Ամենամեծ աճ ունեցող երկրներն անմիջականորեն ներգրավված են հակամարտություններում կամ շատ բարձր տարածաշրջանային լարվածության մեջ։ Օրինակ Իսրայելն ունի ամենամեծ աճերից մեկը 65%, որը նաև ամենաբարձրն է երկրի համար 1967 թվականի 6-օրյա պատերազմից ի վեր, ակնհայտորեն Գազայի պատերազմի եւ Մերձավոր Արևելքի հակամարտությունների պատճառով։ Ռուսաստանը նույնպես ունի մեծ 38% աճ Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Գերմանիան դարձավ աշխարհում 4-րդ ամենամեծ ծախսողը իր վերամիավորումից ի վեր առաջին անգամ։ Արևելյան Ասիայում լարված իրավիճակը եւս խթանում է ծախսերը։ Օրինակ Ճապոնիան հրաժարվել է պաշտպանողական քաղաքականությունից եւ ավելացրել ծախսերը։ Մյանման, որը քաղաքացիական պատերազմի մեջ է, ավելացրել է ծախսերը ավելի քան 60%-ով, ինչը ամենամեծերից մեկն է աշխարհում։ Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում նույնպես մեծացնում են ծախսերը։ Այսպիսով երկրները մեծացնում են ռազմական կարողությունները իրենց անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար բանակցությունների կամ դիվանագիտության փոխարեն։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից է աշխարհում ռազմական ծախսերի այսպիսի աճ գրանցվում, նշում են փորձագետները։ Հատկապես նկատելի է եվրոպական երկրներում էական ավելացում պայմանավորված ռազմարդյունաբերության հնարավորությունների բարձրացմամբ։ Ստացվում է, որ երաշխիքներ ոչ մեկ չունի եւ դրա համար հենց Եվրոպային էլ է պետք աճացնել իրենց ծախսերը, իրենք տենց բավականին կոմֆորտային վիճակում էին ապրում սովետի փլուզումից հետո, հիմա պետք է որ վերանայում են այդ մոտեցումները, բայց դեռ ԱՄՆ-ի բյուջեն ավելի մեծ է, քան Եվրոպայի սաղ պետությունների իրար հետ, բայց ինձ թվում է, որ մոտակա 5 տարվա մեջ կարող է եւ հավասարվեն արդեն։ Մեկ շնչի հաշվով համաշխարհային ռազմական ծախսերը 2024-ին եղել են ամենաբարձրը 1990 թվականից ի վեր, կազմելով 334 դոլար։ Նախորդ տարի աշխարհի ավելի քան 100 երկիր ավելացրել է ռազմական ծախսերը։ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Իսրայելի դեպքում ռազմական ծախսերի ավելացման պատճառը պատերազմի ուղղակի արդյունքն է։ Սակայն կան նաեւ այլ պատճառներ, օրինակ, թե ինչպես են երկրներն ընկալում այլ երկրներից եկող սպառնալիքները, շատերը կարծում են, որ գործողություն արձագանք պարույրը կպաշտպանի իրենց զինվելով։ Որոշ այլ դեպքերում դա նաև ներքին խնդիրների արդյունք է։ Լատինական Ամերիկայի երկրներն օգտագործում են բանակը իրականում պայքարելու ընտանեկան հանցագործությունների եւ ավազակախմբային բռնության դեմ։ Այսպիսով դա բազմաթիվ գործողությունների արդյունք է, բայց հիմնականում դեռևս պատերազմների եւ լարվածության արդյունք է անշուշտ։ 2024-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրները միասին աշխարհի ռազմական ծախսերի 55%-ն են իրականացրել։ Տնտեսագետների գնահատմամբ այս պայքարն աշխարհում առաջին հերթին ռեսուրսների համար է։ Վերջի ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցները տեղեկություններ մեզ հաղորդեցին Հնդկաստանի եւ Պակիստանի միջև սրվածության։ Սա զուտ տնտեսական, ինչպես գիտեք, խոսքը վերաբերում է ջրի հոսքի սահմանափակմանը Հնդկաստանից Պակիստան, կամ այն փոփոխությունները, որոնք արվում են նաեւ աշխարհի օրինակ միջին մերձավոր արևելքում, նավթի եւ այլնի հետ կապված։ Առաջի պատճառը մենք կարող ենք նշել որպես խիստ տնտեսական։ Եվ ըստ էության պայքար է գնում աշխարհի յուրաքանչյուր քառակուսի մետրի կամ կիլոմետրի համար։ Սա ահագնացող խնդիր է։ Զինված հակամարտություններից տուժած երկրները 2024-ին միջինում իրենց ՀՆԱ-ի 4.4%-ի չափով գումար են ուղղել ռազմական ծախսերին։ Զինված հակամարտություն չունեցողները 1.9-ն է։ Այս ծախսերի միայն մի մասն է սպառազինությանը գնում, ընդգծում է Լեոնիդ Ներսիսյանը։ Բավականին մեծ քանակի ծախսեր են այլ տեսակի, աշխատավարձներ, զորավարժություններ, տարբեր ծախսեր, գնումները դրա մեջ 30%-ից ավել չեն լինի։ Դրա համար կարևորը նաև ինչ պետության մասին է խոսքը գնում, պետություններ կան, որ գնման համար սկի բյուջե էլ չի հերիքում, ասենք չգիտեմ, Մոլդովայում օրինակ բյուջեն այնքան փոքր է, որ գնում էլ իրենք չեն կարող անել, ասենք մենակ օգնություն։ Պետություններ կան, որտեղ գնումները մեծ մասն են կազմում։ Հիմա օրինակի համար այո, ասենք Եվրոպայում գնումների կտորը բավականին լուրջ տոկոս կզբաղացնի, որովհետև
բացի նրանից, որ իրենց համար են զենք առնում, նաև Ուկրաինայի համար են փորձում արտադրել եւ մատակարարել։ Աշխարհի ռազմական ծախսերի 93%-ը բաժին է ընկնում 40 երկրի։ 2015-ին աշխարհի համախառն ներքին արդյունքի 2.3%-ն է ռազմական ծախսերին ուղղվել։ Ըստ Աշոտ Մարկոսյանի, տնտեսագետների շրջանում միշտ օպտիմալ տարբերակը ռազմական ծախսերի առումով ՀՆԱ-ի 1.5-ից 2%-ի շրջանակում է, քանի որ ռազմական ծախսերը չեն ավելացնում սպառման մակարդակը։ ԱՄՆ-ի նախագահի վարած քաղաքական հետևանքով ինքը ստեյության հրաժարվեց Եվրամիությանը ռազմական օգնություն ցուցաբերելու կամ աջակցելու հանգամանք։ Սա ինչ է նշանակում։ Արդեն ըստեյության որոշումներ կայացված է Եվրամիությունը, որ առաջիկա 4 տարիների ընթացքում Եվրամիությունը ռազմական ծախսերի համար հատկացնելու է 800 միլիարդ եվրո։ Սա իհարկե ահավոր բավականին մեծ թիվ է եւ բնականաբար ուժային կենտրոնների փոփոխությունը հատկապես այն շրջաններում, որոնք հրաժարվում են պաշտպանություն իրականացնելու ռազմական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից ստիպում է պետություններին կամ պետությունների խմբերին, դրանց միավորումներին ապահովել սեփական պաշտպանությունը։ Հայաստանը նույնպես այս ցանկում կա։ Մենք այն երկրների տասնյակում ենք, որոնց ռազմական ծախսերը ՀՆԱ-ի հետ համեմատած բավականին մեծ կշիռ ունեն։ Առաջինը Ուկրաինան է։ Նրանց ՀՆԱ-ի 34%-ին է հասնում ռազմական ծախսերը։ Իսրայելում այն 8.8% է, երրորդն Ալժիրն է 8%, հաջորդում են Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Մյանման, Օմանը։ Մեր երկիրը 8-րդն է։ Հայաստանի ՀՆԱ-ի մեջ ռազմական ծախսերը 5.5%-ի են հասնում, իսկ 9-րդն Ադրբեջանն է 5%, տասնյակը եզրափակում է Քուվեյթը։ Հայաստանի դեպքում դա Ադրբեջանի հետ հակամարտության ուղղակի արդյունք է եւ վերջին մի քանի տարում ունեցել է ամենամեծ աճը։ Այժմ հակամարտությունը համեմատաբար հանդարտվել է, բայց միտումը շարունակվում է։ Նույնիսկ անցյալ տարի Հայաստանի ծախսերն աճել են մոտ 7%-ով, ինչը պակաս է նախորդ տարիների համեմատ, բայց կարծում եմ, որ Ադրբեջանից ենթադրվող սպառնալիքները դեռևս շարունակվում են։ Կարծում եմ, որ այս տարածաշրջանային լարվածությունը, տեղական լարվածությունը կշարունակի ազդել ծախսերի վրա ապագայում։ Հայաստանի ռազմական բեռը ՀՆԱ-ի մասնաբաժնում ավելի բարձր է, քան իր շատ հարևանների եւ նաեւ Եվրոպայի մեծ մասի ծախսերը, որոնք կազմում են մոտ 2% կամ նույնիսկ դրանից պակաս։ Այսպիսով ակնհայտ է, որ սա մեծ բեռ է ավելացնում։ Պետք է լինեն որոշակի փոխզիջումներ բյուջետային այլ ծախսերը կրճատելու առումով։ Ինչպես տեսնում ենք, Եվրոպայի այլ երկրներ նույնպես փորձում են իրենց ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3 կամ 4%։ 1994 թվականից հետո Հայաստանի ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ միշտ էլ բարձր են եղել, ընդգծում է Լեոնիդ Ներսիսյանը։ Հավելում, անգամ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Հայաստանը իր ծախսերը չի կարող նվազեցնել։ Որովհետև մեր հարևան պետությունները մեկը բավականին լուրջ վտանգ են դեռ ցուցադրում մեր համար եւ պետք է որ մենք գոնե, չգիտեմ, փորձենք երկու անգամից քիչ իրանցից չծախսենք գումարներ, շատ հետ չընկնենք։ Հիմա Հայաստանում 5.5% է ՀՆԱ-ից, բայց մենք մեկատնտեսական աճ տեսնում ենք երկրում։ Հա, բնականաբար, եթե մենք, չգիտեմ, 1.7 միլիարդի տեղը բանակի վրա ծախսենք 500 միլիոն եւ 1.2 միլիարդ գնար ենթակառուցվածքների վրա երկրում տարբերություն կլիներ։ Լավ բան դրա մեջ չկա, որ 5.5%-ը, բայց նենց էլ չի, որ դա նշանակում է, որ ամեն ինչ շատ վատ պետք է երկրում լինի։ Մեր տարածաշրջանն առանձնահատկություններ ունի, քանի որ Հայաստանը երկու հարևանների հետ լավ հարաբերություններ չունի, եւ ըստ տնտեսագետի դա իր հերթին անվտանգային խնդիր է առաջացնում, ինչից ելնելով մեր երկիրն իր պաշտպանունակությունն է բարձրացնում։ Լավ կլինի իհարկե, որ մենք այդ խնդիրը լուծենք նաեւ մեկ այլ ճանապարհով, այն է խաղաղության սցենարը ավելի արագ զարգացնենք, որտեղ վերջին հաշվով, ինչպես փորձն է ցույց տալիս աշխարհի, հատկապես փոքր երկրները, որոնք ավելի թույլ հնարավորություններ ունեն, լավագույն միջոցներից մեկը ոչ թե պատերազմի համար զենք կուտակելն է, այլ ավելի շատ հատկապես հարևանների հետ խաղաղություն ունենալն է։ Եվ խաղաղության այն ծրագիրը, որ ներկայումս իրականացվում է, ինձ թվում է, սա պետք է մենք ունենանք առաջի դեպքում, առաջի պլանում, իսկ այնուհետև մյուս միջոցներով կարողանանք ապահովել եւ ապահովել այդ խաղաղության հնարավորությունները։ ԱՄՆ-ն, Չինաստանը, եվրոպական երկրները հայտարարել են, որ շարունակելու են ավելացնել ծախսերը, այլ գոտիներում եւս լարվածություն է առկա։ Այդ իսկ պատճառով միջազգային ինստիտուտի հետազոտողի գնահատմամբ ռազմական ծախսերն ավելացնելու մրցավազքը կշարունակվի նաեւ առաջիկայում։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան եւ Ռուբեն Մնացականյան, Գիրակ Նորյա լուրեր։